Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչատյան։ Բարև պարոն Խաչատյան, ձեր տեսակետը ինչի մասին էր այս փաստաթղթը։ Մարտակոսի հայտարարած ծրագիրը կոչվում է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց, այդպես է կոչվում Եվրամիության կողմից աջակցվող ծրագիրը, երբ հայտարարվեց, որ 500 միլիոն եվրո պետք է ներդրվի։ Այդ ծրագիրը սկսվել է 2014 թվականից, որի գլխավոր նպատակը եղել է Հայաստանի էլեկտրական ցանցը միացնել, ինտեգրել Վրաստանի էլեկտրական ցանցի հետ, տարածաշրջանային, որովհետև Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող եզակի տարածաշրջանային երկրներից է, քանի որ ունի մի բացառիկ առավելություն, դա Մեծամորի ատոմակայանն է, որը չունեն մեր հարևան պետությունները, եւ Վրաստանին արտահանելը հնարավորություն կտար եւ արտահանում իրականացնել, եկամուտներ ստանալ եւ Վրաստանին լրացնել իր բացը։ Ընդ որում տասականներին այս ծրագիրը իրականացվում էր հեռանկարով, որ ծրագրին կինտեգրվի նաեւ Իրանը եւ Ռուսաստանը, եւ եթե բացեք Եվրամիության պաշտոնական կայքը եւ ընթերցեք Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ծրագրի բովանդակությունը, ապա միտքը ընդլայնումն էր Իրանից, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան։ Հիմա փոքրինչ ծրագրի ուղղությունը թեքվում է, որ Թուրքիայի ցանցը եւս ինտեգրվի, եւ այստեղ ես կարծում եմ պարզապես առաջնահերթությունների հարց է։ Ես շատ կցանկանայի, որ մենք Եվրամիության կողմից տրամադրված միջոցները առաջնային ներդնենք նոր ատոմակայանի կառուցման հարցում, որովհետև հակառակ դեպքում որքան էլ մենք ինտեգրվենք, պետք է ունենանք հոսանք, որպեսզի արտահանենք։ Որպեսզի ունենանք հոսանք, հայտնի է, որ 2036 թվականին սպառվում է ատոմակայանի ժամկետը։ Բայց հայտնի է նաև, որ մենք բանակցում ենք, որ եւ հայտարարվել է, որ մինչեւ սպառումը մենք ունենանք նորը։ Եվ տեսեք մենք ինչի շուրջ ենք բանակցում։ Բայց ես կներեմ, որ դուք ընդհանրապես այս ծրագրի ստրատեգիական համագործակցության մասին ասեիք։ Այս ծրագիրը ես ասացի, որ սկսվել է 2010-ականներից, համարում է ռազմավարական նշանակություն։ Միայն դա չէ, ընդհանուր քաղաքական մասը առավել եւս շատ կարեւոր է, որովհետեւ այն, որ ՍԵՊԱ-ն այսքան ժամանակ թերի է իրականացվել եւ առ այսօր Հայաստանը ունի ազատ վիզային ռեժիմ, դա Հայաստանի իշխանությունների, սկսած հանրապետականներից մինչեւ ԿՊ աշխատանքի արդյունքն է։ Մեր հարևան Վրաստանը, ինչքան էլ Տիկին Աբրահամյանն ասաց, որ Եվրամիությունում ասում են, թե թղթով է միայն տեխնացու, արդեն երկար ժամանակ է ինչ ունի ազատ վիզային ռեժիմ, իսկ Հայաստանը ազատ վիզային ռեժիմի բազային տեխնիկական պայմանը չի ապահովել, որը կենսաչափական անձրանկներն են։ Առանց դրա չէ, եկեք ես ավարտեմ իմ խոսքը, հետո դուք խնդրեմ բան կանեք։ Եվ այս մասով Չէ, եւ այս մասով, այսինքն Հայաստանը, եթե անգամ ՍԵՊԱ-ն լավ կատարած լիներ, կներեք սիրելի ժողովուրդ, դուք չունեք կենսաչափական անձնագրեր, որը անհրաժեշտ բազային նախապայման է, որ դուք անցնեք ազատ վիզային ռեժիմի ծրագրով։ Ծրագրին դուք կողմ եք։ Ընդհանուր առմամբ ես ասում եմ, այս ծրագիրը 2010-ականներից սկսված այն ծրագիրն էր, որի դադարեցման ժամանակ մենք քննադատեցինք հանրապետականներին եւ շարունակում ենք ստրատեգիական համագործակցության մասին, որովհետեւ այնտեղ Արադ Միրզյանը ասում է, որ սա մեր վերջը չի, գագաթնակետը չի համագործակցության։ Եվ շատ լավ է, գիտեք, ես երբ ասում եմ, որ մեզ ասում են, որ մեզ peace facility-ից տվել են 10 միլիոն, ես ասում եմ ամոթ բանակցողներին, որ ընդամենը 10 միլիոն են բանակցել, միանշանակ քիչ են բանակցել։ Եվ ես նաև մյուսն եմ ասում եմ, եթե 500 միլիոն եվրոյի ներգրավման խնդիր կա, դա շատ լավ է, դա այն է, ինչ որ 2010-ականներից շարունակվում է, բայց եկեք ինտեգրացիան շարունակենք այն ուղղությամբ, որ մենք մնանք էլեկտրաէներգիա արտահանող երկիր, որովհետև եթե տրամաբանությունը այն է, որ մենք Մեծամորի ատոմակայանին փոխարինող 2036-ին չենք ունենալու, իսկ դա ունենալու համար ժամանակը բավականին քիչ է։ Մենք դառնալու ենք Թուրքիայից ներմուծող երկիր։ Բայց տրամաբանությունը հակառակն է, պարոն Խաչատյան, զուգահեռ բանակցվում է նաև նոր ատոմակայության մոդուլային նոր ատոմակայանի հետ կապված իշխանությունները բանակցում են մոդուլային ատոմակայան։ Այն տրամաբանությամբ, որ դա ավելի ցածր հզորության է, քան Մեծամորի ատոմակայանը։ Եթե մենք ունենանք Հայաստանում ավելի ցածր հզորության ատոմակայան, քան Մեծամորն է, մեր արտահանման պոտենցիալը կզրոյացվի, որովհետև մենք կարողանում ենք արտահանել ավելի ցուկը։ Չեք, որովհետև հիմա արևային էներգիան այնպես է զարգանում, որ խանգարում է ատոմակայանին եւ այնտեղ անջատումներ են անում, որպեսզի այդ հոսանքը ինտեգրվի ցանցերին եւ այլն, Մենք հսկայական ավելցուկ ունենք, դուք տեղյակ
տեղյակ չեք։ Ակնհայտորեն ձեր ասածը վկայում է հենց ձեր չտեղեկացվածության մասին, որովհետև այն, որ 10%-ով Հայաստանը կարողացել է այլընտրանքային էներգիան ավելացնել, դա մեզ հնարավորություն է տվել ավելի քիչ գազ սպառել, ավելի քիչ ջեք օգտագործել եւ այդ բացը լրացնել այլընտրանքային էներգիայով, բայց դա չի նշանակում, թե ատոմակայանի 40% բացը հնարավոր է լրացնել ավելի փոքր։ Դուք ասում եք, երբ ես պնդում եմ, ասում եմ, որ ատոմակայանի բացը լրացնելի չի, դուք ինձ ասում եք տեղյակ չեք։ Ես դες հստակ ասում եմ, էներգետիկ դիվերսիֆիկացման արդյունքը պետք է լինի այն, որ մենք ավելի քիչ գազ սպառենք, ավելի քիչ ջեք աշխատացնենք, ավելի շատ այլընտրանքային էներգետիկա ունենանք, բայց միևնույն է ատոմակայանի 40% բացը լրացնելի չի։ Ես ասացի, որ մոդուլային ատոմակայանը, եթե մենք խոսում ենք 400 մեգավատանոց ռեակտորի մասին, որը կարող ենք փոխարինել 1000 մեգավատանոց ժամանակակից ռեակտորով, մենք քննարկում ենք 200-300 մեգավատանոց փոքր ռեակտորներ, որոնք կբերեն, կհասցնեն այն վիճակին, որ Հայաստանը կարտադրի այնքան, ինչքան կարող է սպառել, եւ այդտեղ Հայաստանի արտահանման պոտենցիալը կնվազի, եւ հետեւաբար մենք ինտեգրված կլինենք վրացական կամ թուրքական ցանցին, թե ոչ, արտահանման մեր պոտենցիալը կնվազի։ Հետեւաբար ես կողմնակից եմ, որ Հայաստանը ունենա մեծ միջուկային ռեակտոր, անալոգը ինչպիսին մեծամորի ատոմականն է, ոչ մոդուլային ռեակտոր, նախ տնտեսական իմաստով, եւ երկրորդ մոդուլային ատոմական այնինչ բանակցվում է այսօր Hitachi պրոյեկտով, դեռևս գետնի վրա աշխարհում ոչ միտեղ չկա։ Այդ պրոյեկտը երբ կլինի, մի օր մենք դրա մասին կքննարկենք։ Ցավոք մենք այդքան ժամանակ չունենք սպասելու, որովհետև 2036 թվականին մեր ատոմակայանի ժամկետը սպառվում է։ Եթե մենք հիմա գործող պայմանագրեր չունենանք նորի կառուցման, 2036-ից հետո մենք ունենալու ենք պակասուրդ, Թուրքիան ունենալու է նոր ատոմակայան ռուսների հետ գործարկված Ակույու ատոմակայանը, եւ մենք ստիպված ենք լինելու իրենցից այդ ներկայացումը մեզ գցում եք թուրքական ծուղակ։ Տիկին Աբրամյան։ Նախ շատ լավ է, որ պարոն Խաչակյանը շատ ռացիոնալ է գտնում եւ որևէ կերպ չի քննադատում այս ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որովհետեւ այնուամենայնիվ այո ռուսական կողմի որոշակի այդպես հիստերիան պետք է ոչ նաև որոշ իդեպ կային նաև Հայաստանում գործիչներ, որ նույն կերպ արձագանքեցին, նույն բառամթերքով, կարելի ասել շատ ավելի վատ բառամթերքով, քան Զախարովաներ իրեն թույլ տվել։ Բայց այստեղ մեկ անդրադարձանեմ վիզաների ազատականացման մասով 2019-ից ես դեռևս պատգամավոր եմ եւ 2019-ից արդեն փորձել ենք քննարկել վիզայի ազատականացման դիալոգը սկսելու, որտեվ դա երկար ընթացակարգ է, սկզբից պիտի բանակցային process-ը սկսես, հետո կարողանաս հասնել անգամ հանձնառությունների։ Երբ որ ասում եք տարական բազային հանձնառությունը Հայաստանը անգամ չի իրականացրել, դա պարզ մանիպուլյացիա է, որովհետև անգամ դիալոգը մեզ հետ չէին սկսում, ընդ որում հիմնական բլոկը արվում էր մեր շատ սիրելի, շատ լավ գործընկեր Ֆրանսիայի կողմից, եւ ինչու, որովհետև Վրաստանի փորձը արդեն իրենց համար բավական խնդրահարույց էր եւ միգրացիոն բավական մեծ հոսքը, որի խնդիրը չէին կարողանում իրենք լուծել, բավական խնդրահարույց էր, հիմա այդ խնդիրը լուծվել է, բայց մենք իրականացրել ենք շատ լուրջ բազային կարևոր մի հանձնառություն, որ այդ ընթացքում ունենք եւ դրա համար ենք նաեւ ժամանակ շահում եւ վիզայի ազատականացումը հիմա շատ ավելի արագ տեմպով ենք կարողանում իրականացնել, դա ռեադմիսիայի պայմանագրերի կնքումներ, բանակցումներ եւ այդ ռեադմիսիայի պայմանագրերի որ դուք ասում եք ռեադմիսիայի պայմանագրերի միջոցով, որը մենք արդեն իսկ իրականացրել ենք, որը այդ ժամանակ Վրաստանը դեռևս նորմալ չէր իրականացնում։ Այսինքն սա հստակեցնենք հանձնառության եւ տարբեր գործողություններ չանելուց չէ, որ վիզայի ազատականացումը մենք ուշ ենք սկսում։ Այն փաստաթուղթը, որ ստորագրվեց եւ այն համաձայնագրերը, որ ստորագրեցին, գնահատենք որպես մեկ քայլ առաջ Հայաստանի Եվրամիության անդամ դառնալու ճանապարհին։ Բավական մեծ քայլ առաջ, հա, եթե այդպես ժողովրդական խոսքով ասենք, long առաջ։ Եվ բայց այստեղ նաև պիտի ասեմ, որ Զախարովայի արձագանքը մենք խոսանք հլը, այսինքն սա մի քայլ էր դեպի Եվրամիության անդամ դառնալու։ Բավական մեծ քայլ առաջ էր։
Ես կարծում եմ, որ մենք այդ գլխավոր քայլը արել ենք օրենքը ընդունելով, դրանով արդեն անդամ ենք դարձել։ Էլի ինչ։ Մի բան է այդ հայտարարությունը, մի բան է առարկայացումը, մի բան է կոնկրետ գործողությունների անցնելը։ Ես ինձ արդեն զգում եմ որպես Եվրամիության Դուք համաձայն եք այդ ճանապարհի հետ։ Ես համաձայն եմ նրա հետ։ Եվ սա քայլեր ինչպես Տիկին Աբրահամյանը։ Ես համաձայն եմ նրա հետ, որ Հայաստանը պետք է լինի եվրոպական մոդելի պետություն, որտեղ ոչ թե արտաքին դերակատարները որ կողմի վրա լինեն, օգտագործեն Հայաստանին իրենց նպատակներով, այլ Հայաստանը իրենց հնարավորությունները եւ իրենց այդ համագործակցությունը օգտագործի իր համար։ Հիմա եմ հետեւաբար եվրոպական մոդելի, բայց ոչ եվրոպական։ Ես ասում եմ, որ այն ինչ հիմա ասում է իշխանությունը, դուք կողմ եք, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնա։ Ուրեմն ես կողմ եմ, որ Հայաստանը, երբ գա այդ հնարավորությունը, ունենա իրավունք եւ հնարավորություն տալու անդամակցության դիմում, ոչ թե խափելով իր հայրենակիցներին, որ հիմա մենք կարող ենք եւ դիմում ենք տալիս, այլ երբ այդ իրական հնարավորությունը լինի։ Դուք կողմ եք, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ։ Պիտի ստեղծես։ Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր փաստաթուղթ է, որ Հայաստանը պետք է լինի եվրոպական մոդելի պետություն եւ լինի եւ ստորագրի ասոցիացիան համաձայնագիրը։ Եվրամիության անդամ պետք է ստորագրել Ես չեմ ասում ինչա պետք։ Տիկին Աբրահամյանը ասում է, սա լայն քայլ է, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ։ Ես սպարս հարց եմ տալիս։ Դուք կողմ եք, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ։ Ձեր հարցը կոռեկտ չի։ Որովհետև հարցը նա չի ինչին եմ ես կողմ, հարցը նա է ինչա հնարավոր այս պահին ինչը ոչ։ Ես դες ասացի, որ երկարաժամկետ կտրվածքում ես Հայաստանին տեսնում եմ ինտեգրված եվրոպական միությանը, այս պահին ես դրա հնարավորությունը չեմ տեսնում եւ համարում եմ, որ իշխանությունները խափում են ժողովրդին ասելով, թե մենք տանում ենք ձեզ եվրոինտեգրացիայի։ Դա ակնհայտ է իրենց իրականացրած քայլերից եւ մենք տեսնում ենք, որ իշխանությունները ասում են, գիտեք, մենք կարողացանք Ղազախստանից բերել հացահատիկ, բայց չեն ասում, փաստորեն գնում են թրիփը ստորագրում են ԱՄՆ-ում եւ ստացվում է, որ մենք հավելյալ նոր ճանապարհներ ենք ստանում ՀԱՏՄ պետությունների ինտեգրացիայի հետ եւ տնտեսական ինտեգրացիան ՀԱՏՄ-ի հետ խորանում է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է 18 թվականից առ այսօր կարողանար իր տնտեսությունը դիվերսիֆիկացրած լինել, որ նման խոսակցություն ունենար։ Եվ եթե Հայաստանի տնտեսությունը եւ էներգետիկ համակարգը դիվերսիֆիկացված լիներ, ինձ համար հասկանալի կլիներ, որ Պետրոս Ղազարյանը ինձ հարցներ կողմեք Հայաստանը դառնա Եվրամիության անդամ թե ոչ։ Այս պահին ես դրա հնարավորություն դուք թեական հարց եք տալիս, որի հնարավորությունը անգամ էս պահին ոնց պիտի արվեր, շատ հիմա կողմը արդյոք Եվրամիության անդամ։ Ասեմ ինչպես պետք է իրականացվեր, երբ ենք խոսում առանց կոնֆլիկտը լուծելու, առանց թրիփի այդ համաձայնագիրը նախաստորագրելու, առանց Այսինքն հիմա կոնֆլիկտը լուծված է։ Իսկ ինչպես լուծված չի, բայց նախաստորագրված գոնե փաստաթուղթ։ Բա կոնֆլիկտը ի՞նչ կապ ուներ։ Այն պնդումն էլ հենց սա է, որ իշխանությունների մոտեցումը այն ա եղել, որ ազատվենք այս կոնֆլիկտի օբյեկտից եւ գնանք դեպի Եվրամիություն։ Ես համարում եմ, որ նման ինտեգրացիան մեզ համար անընդունելի է։ Մեզ համար ընդունելի է մի ինտեգրացիա, որտեղ մենք կարողանում ենք նվազեցնել մեր բոլոր կախվածությունները եւ նոր կախվածության մեջ չընկնել։ Օրինակ, եթե Եվրամիությունը Հայաստանի բանակցային միջնորդը լիներ Ադրբեջանի հետ եւ հիմա իրականացված լիներ իրական ապաշրջափակում եւ Հայաստանը կարողանար իսկապես օգտվել Ադրբեջանի ճանապարհներից ապաշրջափակման արդյունքում, ես ասեի, որ մենք դիվերսիֆիկացիա իրականացրեցինք։ Եվրամիությունը այս իմաստով չի արել քայլեր, որովհետև հայաստանյան իշխանությունները չեն դիմել նման հայտով։ Հայաստանյան իշխանությունները գնացել ասել են մեզ ինտեգրեք թուրքական էներգետիկ ցանցին, որը լավ կլիներ, եթե մենք լինեինք արտանողը։ Կներեք 2010-ականներին Սարկոզին եկել էր Հայաստան եւ Հայաստանին առաջարկում էր ֆրանսիական տեխնոլոգիաներով ատոմակայան։ Այլ նախորդ իշխանությունները ռուսահպատակ էին չարեցին։ Գործող իշխանություններն էլ ռուսահպատակ, որ դա չեն անում, գնացել են մի պրոյեկտի հետևից, որը գոյություն չունի գետնի վրա։ Նույն 2008-7 թվական, 2008 ընտրություններից առաջ։ Այո։ Դուք գիտեք 5-րդ բլոկի Իրանի հետ պայմանագիրը ինչեր ենթադրում։ Իրանը առաջարկում էր 150 միլիոն դոլարի վարկ, որը մենք չպետք է փակեինք գումարով, որը պիտի փակեինք իրենցից ստացած գազը, վերածելով 5-րդ բլոկում էլեկտրաէներգիայի եւ իրենց վերադարձնելով։ Այսինքն մոտ 5 տարում
այդ 150 միլիոն վարկը մենք փակում էինք վերազինելով ամբողջությամբ 5-րդ բլոկը։ Ինչ տեղի ունեցավ 5-րդ բլոկի հետ։ Հիշում եք, չէ, 2008-ին ընտրություններից առաջ 2 տարվա, ընդամենը 2 տարվա սուբսիդիայի համար, որպեսզի գազի գինը չբարձրանա, ընդամենը 2 տարով գազի գինը չբարձրացվեցին, որովհետև ընտրություններից առաջ ոնց կլիներ, որ գազի գին բարձրանային, հասկանալի կլիներ հետևանքները, հանձնեցին ռուսներին։ Հիմա դուք եկել ասում եք չի դիվերսիֆիկացրել էս իշխանությունը։ Հիմա այսինքն դուք ասում եք, որ եթե հանրապետականները դա չարեցին, նորմալ է, որ գործող իշխանությունն էլ Փաշինյանի գլխավորությամբ հիմա փորձում են ազգայնացնել։ Ուրեմն նախ հեծը չեն փորձում ազգայնացնել։ Ազգայնացնել նշանակում է ձեռք բերել պատշաճ գործընթացներով։ Հեծը պարզապես խլում է։ Գործընթացների մասին բայց ազգայնացման process-ը ինքնին բարդ է։ Եվ նույն ատոմակայանը ում է հիմա հիմնականում պատկանում։ Ով որ բերում է միջուկային վառելիքը։ Շատ ապրեք, ում է միջուկային հիմա վառելիքը պատկանում։ մենք Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում նույն պետությունից, որից ձեռք է բերում Ամերիկայի Միացյալ Նահանգը։ Բա ինչ դիվերսիֆիկացիայի մասին եք խոսում։ Բա ասում եմ ռուսական գազ քիչ գնեք, նոր ավելի հզոր էներգաբլոկ կառուցեք։ Դուք ասում եք, չէ, թող մոդուլային ավելի թույլը կառուցեն։ Ես ասում եմ, եթե մեր մոդուլայինի մասին հիմա մենք չենք խոսում։ Դուք ինչ այդ պնդում եք անում, որ փոխանակ դիվերսիֆիկացնեն, փոխանակ ազգայնացնեն եւ փոխանակ տեսանեն։ Մի րոպե, ազգայնացման մասին խոսեն սոցիալիստները։ Ես լիբերալ ուժի ներկայացուցիչ եմ։ Ես համարում եմ, որ Հայաստանում տեղի է ունենում հեծինական, դա դասական գործունեություն խլելու, ապօրինի ձևով խլելու ձև է։ Այդ բանը, որ պետությունը թող կառավարի, խլի մասնավորից ինքը կառավարի, դա դուք գնացեք սոցիալիստական պետություններում իրականացրեք։ Ես չեմ ուզում, որ Հայաստանում իսկ ինչպես եք պատկերացնում նույն ատոմակայանի, որտեվ նոր մի քիչ առաջ պնդում էիք անում, որ պիտի դիվերսիֆիկացիա տեղի ունենար։ Ոնց պիտի լիներ այդ դիվերսիֆիկացիան, որ ամբողջությամբ ռուսական իրապետության տակ են հանձնել ձեր շատ սիրելի Քոչարյանը եւ նախկին իշխանությունները։ Քոչարյանը ձեր սիրելին է, ես երբեք իրեն չեմ սիրել։ Ուրեմն 2018-ից հետո Փաշինյանը հնարավորություն ուներ բանակցելու, ինքը ռուսահապատակ չէր ի տարբերություն նախորդների, գնար բանակցել ֆրանսիական գործող ատոմակայանների մոդելը, տեխնոլոգիան բերելու Հայաստան, ինչը հնարավոր է, որովհետև Ֆրանսիան այդ ոլորտում այսինքն ստացվում է, որ անգամ այս 500 միլիոն եվրոյի ներդրումից հետո մենք չենք կարողանալու դիվերսիֆիկացնել մեր էներգետիկան։ Այս հարցը սրանում է, եթե մենք չունենք նոր ատոմակայան իր ամբողջ հզորությամբ եւ գործողը փոխարինում ենք մոդուլայինով, մենք եթե ինտեգրվենք վրացական կամ թուրքական ցանցին, մենք իրենց արտահանելու հնարավորություն չենք ունենա։ Մենք կարող ենք միայն ներկրել, որովհետեւ մեր արտահանման պոտենցիալը փոքր ռեակտորով կկրճատվի։ Եթե մենք ուզում ենք պահենք մեր արտահանման պոտենցիալը, պետք է ունենանք մեծ ատոմակայան։ Նախորդ իշխանությունները ռուսահպատակին գնում էին ռուսներից բերեին։ Գործող իշխանությունը ռուսահպատակ բայց Եվրամիության այս ծրագիրը ախր ատոմակայանի մասին չի, Եվրամիության այս ծրագիրը այլ ծրագիր է եւ ըստ այստեղ շատ հնարավոր է որ իսկապես նաեւ ոնց աներ ձեզ ասում եմ դուք ասում եք չէ դրա մասին չի չեք արել այդ դիվերսիֆիկացիան շարունակել եք ձեր ամբողջ կախվածությունը տնտեսական ոչ մի ռեֆորմ որ հայկական արտադրանքը մրցունակ լինի եվրոպական շուկայում չեք արել հիմա եկել եք ասում եք մենք կախված ենք Այս 500 միլիոնը հենց դրա մասին է պարոն Խաչատյան Այս 500 միլիոնը հենց տնտեսվարողների որոշակի ստանդարտիզացիայի վերանայման հարց է եղել, սա ենք քննարկել։ 6 տարի է անցել այդ ժամանակահատվածից, դուք նոր խոսում եք, որ Հայաստան ինչ որ ռեֆորմներ անի։ Պարոն Խաչատյան, ես ասում եմ, դուք ասում եք չի արվել ՍԵՊԱ-ի սխալ ուղղությամբ է ուղղվում։